Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս CRISP ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մինասյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, օրերս Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ արհեստական բանականության վերաբերյալ համաժողով, սա արդեն 3-4 անգամ անցկացվող համաժողով է, շատ մեծ կարևորության համաժողով, ընդհանուր տպավորությամբ դուք ինչ կարող եք ասել Հայաստանի արհեստական բանականության զարգացման ինչպիսի հեռանկարներ է բացել եւ ինչ է քննարկվել այդ ժամանակ։ Բազմաթիվ ուղղություններով էր քննարկումները։ Իհարկե ամենակարևոր ուղղությունը, որի շուրջ քննարկումները ծավալվում էին, Firebird-ի մասն էր ու արհեստական բանականության թվալների կենտրոնի ստեղծման, որի նախաձեռնությունը սկսվել է հունիսին առաջի փուլի մեկնարկնատրվելու, բայց նաև քննարկումներ կային գիտության թեմաներով, կառավարությունում արհեստական բանականության ներդրման թեմաներով, հետազոտական թեմաներով, ստարտափների բազմակողմաններ կարելի ասել կոնֆերանսը։ Հայաստանը այսօր փորձում է իրեն դիրքավորել արհեստական բանականության կենտրոն որպես այդպիսին, բայց որքանով են մեր հնարավորությունները համահունչ նմանատիպ կենտրոն դառնալուն։ Տեսեք, արհեստական բանականությունը բանականության մասին է, հետևաբար ինչպես բանականությունը ունի հազարավոր դրսևորումներ, արհեստական բանականությունը ևս ունի հազարավոր դրսևորումներ։ Կարծում եմ, որ եթե ընտրենք մի քանի ուղղություն, ապա իրատեսական կլինի այդ մի քանի ուղղության մեջ աշխարհի առաջատար երկրներից դառնալու։ Որոնք են այդ ուղղությունները, որի հնարավորությունը մենք ունենք ընտրելու։ Շատ սահմանափակ ու սուբյեկտիվ կարծիք եմ հիմա արտահայտելու, բայց ինչ որ այս բանը տեսնում եմ, մեկը տվյալների կենտրոն դառնալն է, այսինքն data center կոչվածը, որտեղ որ մեծ քանակի հաշվարկային հզորություններ են տեղադրվելու, տասնյակ հազարավոր գերհզոր համակարգիչներ ու այդ կենտրոնից կարող ենք սպասարկել օրինակ Մերձարևելքի մյուս երկրներին։ Այսինքն արհեստական բանականության ալգորիթմները այդտեղ կարող են աշխատել։ Երկրորդը գիտական առումով, եթե ընտրենք 1-2 ուղղություն, օրինակ նույն մեր ձայնային տեխնոլոգիաների ուղղությունը բավականին լավ զարգացել է Հայաստանում ու կարծում եմ, որ դրա վրա կարելի է առաջ տանել։ Երրորդը հենց արհեստական բանականության կիրառումն է։ Տնտեսության մեջ, կառավարչական ոլորտում, կառավարության տարբեր մարմինների էֆեկտիվությունը բարձրացնելու ուղղությամբ այդտեղ կարծում եմ, որ մեծ պոտենցիալ կա։ Այսինքն մենք կարող ենք մեզ ավելի շատ դիրքավորել տարածաշրջանային լայն առումով մասշտաբներով, քան համաշխարհային։ Շատ դժվար է համաշխարհային մրցել ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ, բայց գիտենք, կարող է մենք ունենք մարդկային պոտենցիալներ, հնարավորություններ։ Ուղղակի իրենք տասնյակ հազարավոր անգամ ավելի շատ ունեն, ու բավականին դժվար է, բայց այդ ամենը բեր Հայաստան մի փոքր ուժեղացնել ու դառնալ ռեգիոնի առաջատարներից մեկը, դա էլ է շատ մեծ հարաբերություն։ Բայց այսօր եթե նայում ենք այս ոլորտի զարգացմանը, ամեն ինչ աշխարհում հավասար է ընթանում, թե այսպես ասեմ, այսինքն հավասար հնարավորություններ կան, որ մենք կարողանանք AI-ի միջոցով ավելի առաջ գնալու, հաշվի առնելով, որ միգուցե աշխարհը դեռ լիովին չի հասկանում ինչպես կիրառել AI-ը կամ որքան է զարգացել այս առումով, արդեն մենք չենք կարողանա այդ հավասարությունը պահել աշխարհի զարգացած պետությունների հետ։ Օգտագործման առումով դեռ դեմոկրատական տեխնոլոգիա է, այսինքն կարող ես օգտագործել ու ավելի էֆեկտիվ դառնալ որպես անհատ, որպես ընկերություն կամ որպես երկիր։ Բայց ստեղծելու առումով այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները բացարձակ առաջատար է, ավելի շուտ Սիլիկոնյան հովիտ է։ Կարելի է ասել, որ եթե նայենք 5 կամ 6 ամենահզոր ընկերությունները արհեստական բանականություն, որը ամերիկյան են ու այդ հովտում են տեղակայված։ Չինաստանը երևի 1 տարի կամ 2 տարի հետ ընկած փորձում է հասնել։ Եվրոպայում կան լավ ընկերություններ, բայց կարելի ասել 90%-ը կոնկրետ ստեղծման աշխատանքները կատարվում է ԱՄՆ-ում։ Իրականում ինչ է նշանակում AI-ը Հայաստանի համար։ Մեզ համար շատ կարևոր է, մենք նաև ներդրումների մասին ենք խոսում, որ առաջիկայում մենք պետք է ունենանք 4 միլիարդ դոլարի ներդրում այս ոլորտում, բայց ինքն ինչ է տալիս Հայաստանին, ինչ է տալու եւ ինչ է նշանակելու մեզ համար սա։ Տեսեք, օգտագործումը անխուսափելի է, այսինքն մոտոր ժամանակի։ Դա հիմա բոլորիս կյանքում կա։ Նոր է սկսվում, այսինքն բոլոր ոլորտներում հիմա տեսեք մասնագետները աշխատում են, մեկը լրագրող է, մյուսը բժիշկ, մյուսը լրագրավորող, ու շատ շուտով ամեն մի մասնագետ ունենալու է իրենքից արհեստական բանականության օգնականը, որ այդ միասին դու աշխատելու ես, կոչվում են AI ագենտներ, ում հետ աշխատելու ես, ում հրամաններ ես տալու, որ քո գործերը անի, հետո դու այդ գործերը նայելու ես, ու այդ գործերի հիման վրա դառնալու ես մի քանի անգամ ավելի արդյունավետ։ Դա ընդհանուր մեծ գաղափարն է անհատի մասնագետի տեսանկյունից։ Այդ բերել է
Մարկանց արտադրողականության բարձրացման ու արդյունքում լիքը ապրանքների ու ծառայությունների էական նվազեցման ու ընդհանուր որպես պետություն ավելի հարստանալու, ավելի բարեկեցիկ ապրելու։ Այդ դրական կողմն է։ Մյուս կողմը ավելի կոնկրետ։ Կարծում եմ, որ առաջիկա տարիներին նույն այդ 4 միլիարդի ներդրումը, որ ասում եք, դա բերելու է Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճին, հետեւաբար ավելի շատ հարկերի, բյուջեի ավելացման ու նորից ոնց որ երկրի հարստացմանը։ Երկական նաև ռիսկեր, որոնց գույս ունենք։ Օրինակ տվյալների պահպանման խնդիրը, հա, երբ որ շատ է վստահում արհեստական բանականությանը ու տվյալները հասանելի է դառնում խոշոր ընկերություններին, որոշ դեպքերում կան վատ մարդիկ, վատ ընկերություններ, որոնք կարող են դա վատ ձևով օգտագործել։ Պետք է ոնց որ զգույշ լինել, հասկանալ, թե ինչն է պետք կիսվել, ինչը չէ։ Դա հատկապես բիզնեսների ու կառավարություններին է վերաբերում, ավելի քիչ համակարգային բնույթ ունեցող տեղեկատվությանը, այո, որոնք կարող են մարդու կյանքին վերաբերել նաև։ Այո, իսկ անհատների մակարդակում բոլորս ականատես ենք, ինչքան շատ է օգտագործվում տարբեր տեսակի վիդեոներ, երգեր, տեքստեր արհեստական բանականության պատրաստվելու արդյունքում որոշ մարդիկ կարող են իրականությունը ճիշտ չընկալել, չիմանալ դա ճշմարիտ ինֆորմացիա տեղեկատվությունը, թե կեղծ արհեստական բանականության պատրաստված։ Պարոն Մինասյան, հիմա ձեր դիտարկմամբ այսօր հիմնական սահմանափակող գործոն որպես այդպեսին կա Հայաստանում AI օգտագործման կիրառության զարգացման տեսանկյունից, օրինակ մարդկային ռեսուրսի ֆինանսավորման կամ փորձի պակասի, թե ոչ։ Տեսեք, իսկը այդ գիտակցումը, որ արհեստական բանականությունը պետք է մեկ օր շուտ ներդրվի ցանկացած ոլորտում, մարդիկ դա ունեն, իսկ դա բերել է նրան, որ եթե նույն ոլորտում կա 3 ընկերություն, մեկը շուտ է ներդնում արհեստական բանականությունը դառնում ավելի էֆեկտիվ, մյուսները տեսնելու են ու գնալու են դրա հետևից։ Այսինքն շուկան ստիպելու է, որ այդ ամենը շատ արագ լինի, ոնց որ ժամանակին եղավ ինդուստրիալ հեղափոխության ժամանակ, չէ՞, բոլորը մինչև այդ ձեռքով էին սարքում ամեն ինչ, հետո դարավ հաստոցներով։ Նույնիսկ արհեստական բանականության դաշրջանում բոլորը սկսել են կիրառել ու շատ արագ է տեղի ունենալու։ Կարծում հաջորդ 5-ից 10 տարվա ընթացքում հասնելու ենք աննախադեպ ծավալի, ունենալու ենք ոչ թե պայմանական Հայաստանում 5-ից 10 տարի նորմալ տեմպի պայմաններում, թե դա օրինակ համարվում է շատ արագ զարգացում։ Շատ արագ է։ Ասենք ծրագրավորման ոլորտում մի օրինակ բերեմ, 3 տարի առաջ որ ChatGPT-ն դուրս եկավ, մարդիկ խոսում էին, որ ծրագրավորումը կարող է դառնալ ավտոմատացված, արհեստական բանականությունը կարող է օգնել, բայց այսօր կարող եմ պնդել, որ լավագույն ծրագրավորողները աշխարհի այլևս կոդ չեն գրում։ Իրանք ուղղակի անգլերենով խոսում են, նույնիսկ չեն գրում, խոսում են արհեստական բանականության հետ, ու արհեստական բանականությունը զուգահեռ 5-10-15 պրոյեկտի վրա աշխատում է ու արդյունքները ներկայացնում է ծրագրավորողին համոզվելու համար, որ ճիշտ է ու հաջորդ քայլերը միասին պլանավորելու եւ անելու։ Աշխատաշուկայում խնդիրներ չեն առաջանում այդ դեպքում, այսինքն մարդկային ռեսուրսի անհրաժեշտության խնդրի առջև չեն կանգնի գործատուները նույն։ Սենց պարադոքս կա, երբ որ ինչ-որ բան շատ հեշտանում է, արդյունքում դրա պահանջարկը աճում է, մարդիկ ավելի շատ են ուզում ունենալ լավ ծառայություններ, լավ ապրանքներին։ Դե եթե ասենք AI-ը որևէ բան կարող է անել որևէ աշխատողի փոխարեն ավելի արդյունավետ, ավելի կարճ ժամանակահատվածում, ուրեմն պետք է աշխատողը։ Հասկանում եմ ձեր տեսակետը, բայց այս բանին հակառակն է տեղի ունենում։ Ուղղակի ավելի էֆեկտիվ են դառնում մարդիկ, շատ բաները ավելի էժանանում են ու հեշտանում, բայց երկարաժամկետով հա կարծում եմ ձևի ռիսկ կա, որ ինչ-որ պահի, ինչ-որ ոլորտներում մասնագետների անկում կնկատվի, բայց այս բանին դեռ հակառակն է, որ ոլորտը նայեք։ Դուք դա գլոբալ եք ասում, ոչ միայն Հայաստանի կտրվածքով, այլ ամբողջ աշխարհում։ Ամերիկայում, հետո մյուս երկրներում։ 110,000 GPU ունենալը ինչքանով է կարևոր եւ ինչու է պետք, որ մենք ունենանք դա։ Որովհետեւ սա ավելացում է։ GPU-ները ուղղակի պատկերացեք ենք համակարգիչներ են, որոնց վրա արհեստական բանականությունը աշխատում է։ Այս պրոյեկտը, որ Հայաստանում ներդրվում է, դրա շնորհիվ ունենալու ենք տվյալների կենտրոն, որտեղ աշխատելու են այդ բոլոր համակարգիչները, որով կարող ենք սպասարկել շատ մեծ արհեստական բանականություն արտադրող ընկերություններին, հա։ Ու ուղղակի կարելի ասել մեգա պրոյեկտ է, որը բերելու է բազմաթիվ եկամուտներ, ուրիշ նաև դրական արդյունքներ տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների համար Հայաստան։ Իսկ սա երկարաժամկետ արդյունքի համար պետք է երկար սպասել, թե շատ արագ։ Շատ արագ։ Այո, այսինքն ինչքանով տեղակ եմ հաջորդ 2 տարվա ընթացքում 100,000 պլյուս GPU-ները պետք է լինեն Հայաստանում ու աշխատան արդեն։
Երևանի պետական համալսարանի ուսանողները ոնց կարող են օգտվել սրանից, որովհետև նույն այդ գերհամակարգիչը հենց պետական համալսարանում է։ Այդ ուրիշ գերհամակարգիչի մասն է խոսքը, որ պետությունն է գնել, այնտեղ կա AI լաբորատորիա, որտեղ որ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում եւ ուսանողները եւ բակալավրիատում, մագիստրատուրայում կարող են իրենց գիտական թեզերը, եթե այդ ոլորտում են ու հաշվողական ինչ-որ խնդիրներ են ուզում լուծեն, այդ գերհամակարգչի վրա կատարեն։ Կասեք, նոր մասնագիտություններ հնարավոր է AI-ը առաջիկայում ստեղծի այն առումով, որ նոր մասնագետների, նոր մասնագիտության տեսակների կարիք կարող է ունենալ աշխատաշուկան։ Այո, իհարկե։ Օրինակ, ինչ մասնագիտություն կարող է ստեղծվել։ Նոր մասնագիտություն չի, բայց ծրագրավորումը տասնապատիկ անգամ հեշտացել է։ Այսինքն հիմա մարդիկ, ովքեր որ առաջ կերած էին վեբկայք պատրաստելու մասին կամ մոբայլ հավելվածք պատրաստելու մասին, իրենք կարող են ուղղակի մի քանի օր ծախսելով, մի քիչ անգլերեն իմանալով, մի քիչ ուղղակի քթիծակ ունենալով։ Մի քիչ արդար չի ստացվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր երկար տարիներով ծրագրավորում են սովորել, դաշտում իրենց տեղում ունեն։ Հիմա ինչ որ մեկը դիցուկ ես, որ ծրագրավորումից գրեթե գաղափար չունեմ, կարող եմ ուղղակի ծրագրավորում սովորել, դառնալ ծրագրավորող, վեբկայք պատրաստել օրինակ, արդար է։ Թե շատ բան այդպես հեշտացել։ Հիմա տեսեք, օրինակ ֆոտոկամերաները 30 տարի առաջ դա մասնագիտություն էր, ու մարդկանց մի տոկոսով մեծ կամերաներ վերցրած գնում էին ու նկարում էին, չէ՞, իսկ հիմա երևի 5 միլիարդ ֆոտոնկարիչ կա, որ ամեն վայրկյան կարող են հեռախոսը վերցնել ու նկարել։ Նույն սկզբունքով AI սարքումա ծրագրավորումը։ Լավ, իսկ եթե մենք չկարողանանք այս հնարավորությունները պատշաճ օգտագործել կամ լիովին օգտագործել, նախ կա այդպիսի ռիսկ թե ոչ եւ նման պարագայում ինչ է լինում։ Հաշվի առնելով, որ այսքան մեծ ներդրում պետք է տեղի ունենա, արդյոք մենք ունենք այդ պոտենցիալը ամբողջությամբ։ Այս ներդրումը կոնկրետ մի բիզնես պրոյեկտ է, բայց արհեստական բանականության օգտագործումը չունի այլ ընտրանք, եթե չսկսենք մեկ օր շուտ օգտագործել ամեն մեկը մեր մասնագիտության մեջ, ուղղակի մրցունակ չենք լինելու։ Սկզբում մեր ընկերություններում, հետո շուկայում, հետո ամբողջ աշխարհում։ Այսինքն ինքը այն գործիքն է, որը որ դառնում է պարտադիր ցանկացած մասնագիտության մեջ, ով որ չի օգտագործում, ուղղակի հետ է մնալու ու կորցնելու աշխատանքը։ Պարոն Մինասյան, իսկ աշխարհում ինչ տեմպով է հիմա այս ոլորտը զարգանում։ Մի ընկերություն կա, որը ChatGPT-ի մրցակիցն է, Anthropic։ Իրանք անցած տարվա ընթացքում ունեցել էին 10 միլիարդ դոլարի վաճառք։ Հունվարին այդ թիվը դարձավ 5 միլիարդով ավելացավ, փետրվարին 7 միլիարդով, մարտին 10-ով ու այդ ձևի արագություն երբևէ ոչ մի ընկերություն չի ունեցել աճի։ Սրընթաց։ Աննախադեպ։ Այսինքն այդ պատկերացեք այդ մասշտաբի վրա տարեկան 10 անգամ աճում է այդ ընկերությունը։ Ու նույնը ոնց որ այլ ոլորտներում է։ Այս վերջերս դավաղուսյակ է տեսել, որ համեմատում էին արհեստական բանականության մեջ ներդրումները այլ ոլորտների հետ։ Ասենք օրինակ Ամերիկայի ավտոճանապարհները, այդ հայտնի որ այդքան լավն են, հասել ենք այստեղ 70 տարում ու մոտավորապես 600 միլիարդ դոլար փող ծախսելով։ Արհեստական բանականությունը մեջ հաջորդ 6 տարվա ընթացքում $1 տրիլիոն գումար է ներդրվելու միայն տվյալների կենտրոններ պատրաստելու մեջ։ Որ երկրներն են այդ ներդրումների տեսանկյունից առաջատարները համարվում, ովքեր են ամենաշատ ներդրումն անում AI-ի մեջ։ Ամերիկան, Միացյալ Նահանգները, հետո Չինաստանը, հետո Եվրոպական միությունը ու տենց շարունակ։ Հիմնական մրցակիցները Միացյալ Նահանգներ, Չինաստան այս ոլորտում։ Հա, բայց շատ առաջ են Միացյալ Նահանգները։ Հայաստանը այստեղ քայլեր անելու հնարավորություններ ունի, սահմանափակ են այդ հնարավորությունները, թե Դե փաստացի այս data center-ը որ կառուցվելու է Հայաստանում, աշխարհի ամենամեծ կենտրոններից մեկն է լինելու ու պատճառը որ մեր մոտ դա ստացվել է, պատճառներից մեկը դա Հայաստանի ու Silicon Valley-ի լավ կապերն է, որ պատմականորեն միշտ եղել է, ու նաև այս մեր ստարտափները որ կան, նույն CRISPR-ի մյուսները, դրա շնորհիվ են ստեղծվել։ Ու այս նույն կենտրոնը որ ստեղծվում է, նորից այդ կապի շնորհիվ է։ Մեր տեղական ձեռներեցները Silicon Valley-ի ձեռներեցների հետ միասին այսպես մեծ պրոյեկտներ են կարողանում անել։ Իսկ սկսնակների համար ինչքանով են մեծ ու լայն հնարավորություններ այս ամեն ինչից օգտվելու։ Շատ մեծ են։ Ինչ որ դու պետք է սովորեիր ամիսներ, տարիներ, արհեստական բանականությունում կարող ես սովորել օրերի ընթացքում։ Ու գործը կազմում այնքան է հեշտացել, որ ցանկացած բան ստեղծելը տասնյակ անգամ ավելի հեշտ է։ Այս վերջերս կարդում եմ նորություն մի ընկերության մասին, որ երկու եղբայր պլանավորում են այս տարի իրենց մի ընկերությունում ունենալ $1 միլիարդ վաճառք։ Ու չունեն աշխատակից։ Իրենք երկուսով են, ամեն ինչ անում են արհեստական բանականության տագենտների միջոցով։ Հաջողել են, թե հաջողելու են։ Ընթացքում ագին հաջողել են։
Այսինքն արդյունքներ կարելի է սպասել, որ մեծ հաջողություն Իսկ կունենան։ նախադեպ արդյունքներ լինելու, հա։ Մենք նաև պիտի խոսենք տնտեսության մեջ, որ շատ կարևոր է այս գործիքի կիրառման մասին եւ նաև քաղաքականության մեջ, եթե իհարկե կարելի է այսպես ասել, կամ պետական կառավարման համակարգում։ Եթե գնահատելու լինեք երկրորդ կտորով պետական կառավարման համակարգում, որքանով է այս գործիքը կիրառելի եւ արդյունավետության տեսանկյունից, որ գնահատեք, որքանով է դա արդյունավետ եւ նաև տնտեսության մեջ այսօրվա դրությամբ։ Իսկ թվում է Հայաստանը դեռ սաղմնային փուլում է այդ առումով, շո պրոյեկտներ սկսվել է արդեն, բայց դեռ արդյունքներ չկան, բայց պատկերացրեք, նույն տվյալների կենտրոնը երբ որ ստեղծվի, գիտության ոլորտում մեծ արդյունք կարա լինի, պետության սպասարկման մեջ, այսինքն զանգերի կենտրոնների ավտոմատացում կարա լինի ու շատ ավելի բարձր որակի մեծ քանակի մարդիկ սպասարկվեն, նույն օրենքների ստեղծման աշխատանքներում կարա շատ օգտակար լինի արհեստական բանականության օգտագործումը, ռազմավարություններ մշակելուց տարբեր ոլորտային կարող շատ օգտակար լինի։ Տասնյակ օրինակներ կան ու հենց այդ մեր համաժողովի ժամանակ մի պանել են քննարկման ժամանակ տարբեր ոլորտների փոխնախարարներ կան, պատմում են ամեն ոլորտում ինչ ծրագրեր կան։ Առողջապահության ոլորտում, ասենք, հիմնական ծրագրեր, որ թույլ են տալի բժիշկներին տասնյակ աղբյուրներից հավաքված տեստերի արդյունքները միանգամից վերլուծված ստանալու ու բժիշկը այլևս չի ծախսում 40 րոպե կարդալու այդ բոլոր արդյունքները, այլ կարդում է միայն արհեստական բանականության տրամադրված եզրակացությունը կամ համառատագիրը, որը 10 անգամ արագացնում է բժիշկի աշխատանքը։ Հետո այդ լավ բժիշկը կարող է սպասարկել ոչ թե օրական, չգիտեմ, 5 կամ 10 պացիենտի, այլ ասենք մի քանի տասնյակ։ Բայց հիմա նույն այդ առողջապահության ոլորտում մենք նմանատիպ գործիքների ներդրում ունենք, նույն ձեր ասած հնարավորությունը ունեն այսօր բժիշկներն անելու։ Ես գիտեմ, որ առաջատար բուժիմներները արդեն կիրառում են, ամենամեծ հիվանդանոցներում այս պայն այդ դերման աշխատանքները ընթանում են։ Իսկ կառավարման այլ համակարգերում, որտեղ եթե գնահատենք, որ դա ավելի լավ կիրառելի գործիք է համարվում նույն թվային տեխնոլոգիաների տեսանկյունից, զանգերի կենտրոններում են սկսել շատ կիրառվել, որը այլ բնակության սպասարկման հետ բավականին շատ կապ ունի։ Ոստիկանական համակարգում որոշ համակարգեր կան, որ թույլ են տալ այդ համարների ավտոմատ ճանաչումը ու գրանցումը ոնց որ հեշտ ասել։ Շատ ոլորտներում այդ աշխատանքները ընթանում են։ Դες մեծ գաղափար կա, թե ամեն նոր տեխնոլոգիա ինչքան ժամանակ է տևում, որ մտի տնտեսության մեջ ու լուծվի, հա, այսինքն ամենտեղ ինքը տեղի ունենա։ Ոնց ասեք, ինտերնետը 30 տարի առաջ էր, հիմա ամենտեղ է ինտերնետը, չէ՞, կամ սոցիալական ցանցերը 20 տարի առաջ է ստեղծվել, բայց հիմա ամենտեղ կա։ Իսկ թվում է արհեստական բանականությունը ամենաարագը լինելու, հաջորդ 5 տարում ամենտեղ հայտնվելու է ու սարքելու է մարդկանց ավելի արդյունավետ, ավելի մեծ արտադրական ունեցող։ Ռիսկի մասին իհարկե մենք խոսեցինք տվյալների, բայց ճշգրտության մասին էլ խոսենք, որովհետև նաև այստեղ երբեմն հարցեր են առաջանում, ես մասնավորեցնելով, օրինակ ChatGPT-ի պարագայում, երբ որևէ հարց կամ որևէ առաջադրանք է տրվում, հարց կա արդյոք ճշգրիտ են տվյալները, որ ներկայացվում է, որովհետև երբեմն կարծիք կա, որ օրինակ ChatGPT-ին խաբեց կամ սխալ տվյալ տվեց։ Հավանականությունը որքան է, հաշվի առնելով, եթե մենք ասում ենք, այս գործիքը կիրառելի պիտի լինի եւ արդյունավետ է տնտեսության մեջ կառավարման տարբեր օղակներում, բայց դրա տված արդյունքը եւ տեղեկատվություն նաեւ պիտի հավաստի լինի, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ, ճիշտ հունով գնա։ Որքանով է այնքանով, որքանով մարդկության կուտակած գիտելիքը հավաստի է։ Այսինքն ChatGPT-ին այդ ամբողջը սովորել է ինտերնետի եւ բոլոր գրքերի բավարարությունը ուսումնասիրելով, սովորելով ու ամեն անգամ որ հարցը ստալի կամ իր ունեցած ներքին ինֆորմացիայով փորձում պատասխանել կամ ինտերնետում են նայում։ Ու եթե ինչ-որ բան սխալ է ինտերնետում, այդ նույն սխալ բանը բերելու է քեզ տա։ Կախված թե օգտագործողը ինչպես միշտ, կախված օգտագործողը ինչքան է վստահում։ Կարող եք փորձել ինչ-որ հարց տալ, չգիտեմ, քաղաքականությունից, գիտությունից, մշակույթից, հետո ասես վստահես ու փորձես հակառակը համոզել, շատ հաճախ հնարավոր է հակառակում համոզել։ Նա լավ օրինակ կա, ես վերջերս կարդացել եմ, կարծում եմ ChatGPT-ին, որ հարցնում են, պետք է ավտոմեքենա ստանեմ դվանալու ու 5 րոպե հեռավորության վրա։ Ինչ խորհուրդ կտաս, ոդկով գնամ, թե մեքենայով։ Ասում եմ, իհարկե ոդկով, ընդամենը 5 րոպե։ Դա օրինակ է, որ ցտարի, որ այդքան շատ պետք չի վստահել։ Գոնե ամբողջությամբ 100%-ով չի, գոնե ստուգել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Արտավազ Մինասյանն էր, կհանդիպենք։